Դավիթ։ Վովա։ Հաճելի է։ Համեցի։ Ինչ կուզես, տղա ջան, սուրճ, թեյ, համով բաներ եմ սարքել, ես մեր տան շեփ խոհարարն եմ։ Բան պետք չի, պապի ջան, շնորհակալ եմ, մի անհանգստացեք։ Անհանգստանալու բան չկա, տղա ջան։ Իմ տուն մտնող օպտիկուշ որով տնից դուրս գա։ Եղա, անցի նստի։ Արի բաբա ջան, նստի։ Այն որ ասում է, Ռուսաստանից պետք է մրցակից գա։ Ինքն է։ Հա։ Դե եթե ինքը արդեն մեր տուն է եկել, էլ ինչ մրցակից։ Արժանի մրցակից ունենալուց լավ բան չկա։ Բոքսի մեջ իմ համար կարևորը կարգ ու կանոնն է, հարգանքն ու մարդկայնությունը։ Լեոյի բոյերը նայել եմ, այդ ամեն ինչը միշտ եղել է։ Հիմա էլ ձեր տուն մտնելով հասկացա ինչի շնորհիվ։ Մանուշակ։ Այսօրվա միջադեպի հետ կապված էլ ուզում եմ իմանաս, որ այդ իմ մասին չի։ Ուղղակի բորբոքվեցի։ Պատահում է։ Այդ տղային հիվանդանոց տարան, բայց վստահ եմ ամեն ինչ լավ կլինի։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Պապին քեզ է սպասում, մանան։ Երկար ժամանակ ես զբաղվում բռնցքամարտով։ Մանկուց։ Ռուսաստանում ասում էին բոքսը արյանս մեջ է, բայց ինչքան գիտեմ մերոնցից բոքսով զբաղվող չի եղել։ Չնայած արյանս մեջ է, դրա համար էլ շատ եմ սիրում։ Բա դու։ Հերս է զբաղվել բռնցքամարտով։ Երևի հիմա էլ շատ հպարտ է քեզնով։ Վաղուց է մահացել։ Կներես։ Չգիտեի։ Ոչինչ նորմալ է։ Չէ, ճիշտ ես ասում։ Վստահ եմ հիմա վերևից նայում ու հպարտանում եմ։ Նեղություն մի քաշեք, ես պետք է գնամ։ Ինչ գնար, սպասի այդ տղա ջան։ Դավիթ պապի, արի մի հատ քո ձեռքը պինդ սեղմեմ ու գնամ։ Ախր այսպես ոնց առանց հյուրասիրության։ Գնամ պապի ջան, մաման տանը մենակ է, չանհանգստանա։ Բայց այս խնձորը կվերցնեմ, որ հանկարծ ձեզ չնեղացնեմ։ Դե եթե մենակը գնա, բան չասեցի, բայց էլի արի։ Մի օր անպայման կգամ։ Ձեզ նման պապի ունենալը համ երազանք է, համ էլ օրհնություն։ Տղան կամաց սիրտս է մտնում։ Ապրես տղա ջան։ Դե լավ մնացեք, հաջողություն։ Արի ճանապարհ։ Բարի գիշեր։ Պապ վաղը կխոսանք էլի։ Չէ տղա ջան, հիմա կխոսանք։ Չուզեցի մորդ ու քրոջդ մոտ թեմա բացեմ։ Պապ ջան գլուխս ցավում է։ Ոչինչ կդիմանաս։ Հիմա ինձ ասա տեսնեմ ինչի էր այդ աղջիկը հետ եկել։ Դե ում մտքով կանցներ, որ աղբերը տեղ կլինի։ Եթե իմանայր չէր գա։ Դու մեկ-մեկ մոռանում ես, որ ես քո տարիքում եմ եղել, հետո նոր մեծացել։ Նայում եմ աչքերիդ ու գիտեմ, որ հաջորդ քայլդ ինչ է լինելու։ Չգիտեմ այդ աղջկա հետ ինչ հարաբերությունների մեջ ես ու քո կյանքում ինչ տեղ ունի։ Այդ հələ կպարզենք։ Բայց եթե ես մի անգամ էլ քեզ տեսել եմ դու խմած մեքենա քշես, ամեն ինչից կզրկվես, հասկացար ինձ։
Հա, ու այսօրվա կատարվածին էլ ես լուծում կտամ։ Դու չփորձես շարունակություն տաս։ Լավ հասկացանք։ Հանգստացեք։ Վերջ։ Մանան։ Թող մնա վաղը խոսանք։ Չեմ կարա, պապի։ Ես միջև առավոտ չեմ ձգի։ Ներվայցս պայթում եմ արդեն։ Ուրեմն, հենց հիմա գնում ես, պապից վերցրած փողը հետ ես բերում դնում ես սեղանին։ Արագ։ Բայց ես փող չեմ վերցրել, Ասեցի արագ։ ծախսել եմ։ Փաստորեն։ Տնից փող ես գողանում, աղջիկ։ Ես ուր ասանք։ Էդ հելը Միկո։ Հիմա քեզ հարց եմ տալիս հարցիս պատասխանի հստակ։ Ինչ գործ ունես այդ տղու հետ։ Դով լովելի։ Դավմավ չկա։ Ասեմ ինչ գործ ունես դրա հետ։ Մենք սիրում ենք իրար։ Լսի վատ ես դու։ Ինչ։ Չի կարելի։ Չգիտես որ չի կարելի։ Հələ մի րոպե։ Ինչքան ժամանակ է դրա հետ հանդիպում ես։ Մի ամսից ավել։ Բա ինչի մենք չգիտենք դրա մասին։ Դե դով շփվում էինք, քո չէի գալու ամեն ինչ պատմեի։ Դու պարտավոր ես ամեն ինչ գալ ու ասել։ Դες լավ չի, ամուսնանայր հետո կասեիր։ Ես դու պիտի տենայր ոնց մտավ հետը ռեստորան։ Ոնց որ 1000 տարվա մարդու հետ լիներ։ Դու ինչ ես ամեն ինչ չափազանցնում։ Լսի չեմ չափազանցնում, է։ Ուղղակի դու քեզ կողքից չես տեսել։ Ես ինձ բոլոր կողմերից տեսել եմ։ Հանգիստ եղի։ Հիմա որտեղից ես վեր ընկացել է։ Շանսատակ եմ անել։ Պապի, բա ինչի է տենց բաներ ասում։ Լավ եմ անում։ Հետ արի։ Արա հետ արի։ Թե ասա դու ինչ ես գիշերվա կես նստել։ Հյուրասենյակում միս ես ախում։ Որովհետև խոհանոցում Սիբիր է, պապի։ Ինչի մասին ես մտածում։ Ոչ մի բանի։ Սուտ։ Եթե այդ Լեոյի մասին ես մտածում, այս պահից սկսած աշխատի մտքերիդ վրա։ Մամա, ես առհասարակ կարիք չունեմ Լեոյի մասին մտածելու։ Կապրենք կտեսնենք։ Ինչ-որ մեկ ինձ թեյ կտա։ Հուսով եմ այսօրվա եղածը հետևանքներ չի ունենա։ Մեր համար։ Մյուս կողմ։ Մեզ խնդիրներ պետք չեն։ Սենց խնդիրները երբեք ավելորդ չեն լինում։ Մեծ վտանգի ազդակներ են։ Դրանց լուծումները լինում են կամ մեծ, կամ փոքր։ Ու դու որն ես ընտրելու։ Միջին հարմար։ Ուղղակի իրենց բացատրի, որ հաջորդ անգամ նման պահվածքի համար տուժելու են։
գիտես, որ ես բացատրելու մեծ վարպետ եմ։ Մեծ պատմություն չսարքես, խնդրում եմ։ Հանգիստ եղի։ Լավ ես։ Շատ։ Այդ շատ վատ է։ Որովհետև որոշել եմ, որ այս խոսակցությունը ուրիշ հունով պիտի գնա։ Տղետ դրա համար տեղ թողել է։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Երեխուս տարիքին ես ու ես չեմ եկել ստր քո հետ հարց ու պատասխան խաղամ։ Ձեռներիդ ազատություն տալուց առաջ մի քիչ մտածի։ Եթե տանձիկը հակահարված չի տալիս, ու ռինգը իր կանոններն ունի, կյանքում կարող է շատ ավելի անդառնալի հետևանքներ լինի։ Չեմ ուզում քեզ նեղացնել։ Պես չեմ էլ ուզում մտածես, որ անպատիժ մնալը լավ բան է։ Այս անգամ ձեռքս ուսիդ դնելով եմ սահմանը փակվում, որ սրանից հետո ուշադիր լինես քայլերիդ։ Նույնն էլ տաղուտ կփոխանցես, որովհետև հարցը քրոջ սա վերաբերում, իմ աչքերի դեմը սևանում է։ Այդ դու ինձ մի ասա, այդ ես շատ լավ գիտեմ, ու մի շարունակի։ Բարի լույս։ Սուրճ կուզես։ Մի բանկեր նոր գնա։ Չեմ ուզում։ Առանց ուզելու կեր։ Հիմա ինչ, դարձա բոլորի թշնամին։ Ինչ ուզում ես որ խոսամ։ Որ խոսամ շատ վատ է լինելու։ Դենց ես ասում, ոնց որ հանցագործություն եմ արել։ Բա ինչ ես արել։ Տնից փող գողանալը հանցագործություն չի։ Այն էլ են դեպքում, որ տարին 600,000 դրամ մենակ ուսմանդ վարձնա, ամիսը 250,000 դրամ այս տան վարձնա։ Դու ես ինչ մարդուս եկար։ Անխիղճ։ Անխելք։ Պապի, ես ուղղակի Գնա։ Գնա, չեմ ուզում տեսնեմ քեզ։
Ալո, Աղբորդ համար ուղարկի։ ինչի համար։ Տենց հետը բան ունեմ խոսալու կարևոր ուղարկի ասում եմ։ Չէ, Գրիշ, խնդրում եմ, ոչ մի բան պետք չի։ Քեզ պետք չի, ինձ ա պետք, ասում եմ ուղարկի հենց հիմա։ Դու ոչ մեկի հետ ոչ մի բան չունես խոսելու։ Անջատի հենց հիմա։ Լսեցիր։ Ոչ մեկի հետ ոչ մի բան չունես խոսելու։ Շատ լավ, մամ ջան։ Քմծիծաղդ էլ քեզ պահիր։ Դիմացդ ընկերուհիներիցդ մեկը չի։ Այս խմիր։ Լեո Սարգսյան հա բայց սենց կարար սուգատի բեր նմանություն կար բայց դեմա երևի ես եմ ինձ ներ շնչել ինչն ա շատ Լեո անունը թե Սարգսյանը ազգանունի մասին էլ չասեմ Գիշեր ինչի դու չեկար։ Կարելի է։ Իհարկե, Լեա ջան։ Նվերների տուփերը պատրաստա չէ, որ ուղարկենք բլոգերներին։ Անպայման։ Հրաշալի է։ Մեզ նաև բրենդի առաջխաղացման համար դեմք է պետք։ Ցանկալի է, որ սպորտսմեն լինի։ Որովհետև այս նոր մարզահագուստների համար մեզ պետք է նենց կերպար, որ հավատներ շնչի։ Հայտնի սպորտսմեն։ Պարտադիր չի։ Ես մի տարբերակ ունեմ, կուզեմ միասին քննարկենք։ Շատ լավ։ Ասում են շատ խոստումնալից բռնցքամարտիկա, ավելի լավ է մենք հիմա իրեն սարքենք վերաբրանքանիշի դեմքը, որ հետո յուրաքանչյուր հաջողություն մեր վրա էլ անդրադառնա։ Խնդրում եմ կապ հաստատես իր հետ, մի հատ խոսես, մանրամասն ներկայացնես ինչա պետք։ Շատ լավ։ Դու Գրիշային զգուշացրել էիր, որ երեկվա միջադեպի հետ կապված ոչ մի բան չանի։ Հա, ինչի։ Ինձ թվաց այդ աղջկա հետ է խոսում։ Ասաց, որ ուզում եմ աղբորդ տեսնել։ Ցեք խոսում։ Ես քեզ ինչ ասեցի։ Ինչ ասել ես, շատ ճիշտ ես ասել, պապ ջան։ Լրջացի մի հատ։ Ասեցիր մյուս անգամ խմած ավտո չքշեմ, պապ ջան։ Ու ասեցի երեկվա կռիվը չշարունակես, ճիշտ է։ Ինչի ով է շարունակում, որ։ Դու։ Ու տենց չնայես իբր ինչի ես պապային ասել, լավ եմ արել։ Ես առավոտ դրան գնացել տեսել եմ։ Հիմա այս քո քայլը կնշանակի, որ հերթով գնում ինտերվյու ենք վերցնում։ Մանկապարտեզ չի։ Հանգստացի ու չշարունակես, լսեցիր։
Այսօր շարունակելու լինեի, իմ աստեղ չէի լինի, պապ ջան։ Լսեցիր։ Հա, լսեցի։ Լավ լսեցիր, թե նորից ասեմ։ Լավ էլի, պապ։ Հա մի բան էլ։ Քեզ ով է թույլ տվել տնից դուրս գաս։ Ինչ որ մեկը արգելել էր։ Դե դու ես ձեռ ես անում։ Չէ, դե պապ ջան, լավ է զգում, տնից դուրս եկա։ Ինձ ուղղակի մի բան է հետաքրքրում։ Իմ ու քո գեները ոնց են խառնվել իրար sense ռեակցիա տվել, որ ես sense տախտակա մեծացել։ Հիմա էլ դուք եք ինձ ձեռ առնում։ Հացդ կեր ու մեծերի խոսակցություններին մի խառնվի։ Հացով կեր։ Ալո։ Չնայած երեկվա պահվածքիցից հետո մի երկու բան կասեի, բայց կզսպեմ ինձ։ Ով է։ Լեանա։ Լսի այդ լավ խոսքերից այդ աղբորդ ասել ես։ Իսկ դու դեռ շարունակում ես։ Բա զանգել ես ոչ բարը, ոչ բարլուս։ Առավոտը հերդ էր, հիմա էլ դու կարող ես հերթովա ձեր մոտ։ Լսի, եղբայրս քո պատճառով լուրջ առողջական խնդիրներ ունի։ Քո այդ մի հարվածը կարող է ճակատագրական լինել։ Լսի, ուրեմն թող քրոջիցս հեռու մնա։ Ու իրան ճիշտ պահի, որ ճակատագրական բաներ չլինեն հանկարծ։ Լսի, ընդհանրապես չէր երևում, որ քո քրոջ ինչ-որ մեկը այդտեղ ստիպողաբար է բերել, գիտես։ Սանջատես։ Քեզ Ինչ։ Առհասարակ ես քեզ գործնական առաջարկով էի զանգել։ Չի հետաքրքրում։ Ուրեմն չի հետաքրքրում, հա։ Չէ, չի հետաքրքրում։ Ուրեմն գնա գրողի ծոցը։ Ոնց որ առաջին ու վերջին սպորտսմենն էր։ Չարայով էր։ Քերնա գալի, հետս թեմա սարքում երեկվա հետ կապված մեկ աղջիկը։ Լեան էր։ Հա, Լեան, ես կզանգել։ Սարիկ ինչ իմանամ, քրոջիցդ հարցրու, ինչ որ գործնական առաջարկով էր զանգել։ Հերը հետ լավ էր, գովք դեր անում, հետ թեմա սարքում։ Լսում եմ։ Անի ջան, ձեր այդ ասած սպորտսմենը բռի չոբանի մեկն էր։ Ինչ է պատահել։ Դե ինչ պիտի պատահի։ Զանգել եմ ասում ինձ ոչ մի նմանատիպ առաջարկ չի հետաքրքրում։ Դե համոզել է պետք։ Ախր ո՞նց համոզեմ, որ խոսքս չավարտած անջատեց վրաս հեռախսը։ Լավ, արի օֆիս հասկանանք ինչ ենք անում։ Լավ։ Լսի, դու կարող ես քայլող փորձանք ես։ Իսկ դու կարող ես օրինակի համար խոսալու ձևն ես մոռացել։ Երբ որ մարդը իրան մարդավայել է պահում, ես էլ նորմալ եմ խոսում։ Ասես որ պահներ անմարդավայել։ Երեկվանից սկսած մի հատ լավ բան քեզնից չտեսա։ Հիմա ո՞նց եմ ես վիճակով աշխատանքի գնալու։ Ասի գնա քո համար շոր առ։ Մեկը հարուստ աղջիկ ես, այդ ինչ խնդիր է քո համար։ Թենանց մենակ մեծ խոսալն է մոտդ ստացվում։ Լսի, դες չմտածես, մեռնում էի հետդ խոսելու ցանկությունից։ Ընդհանրապես գործնական առաջարկ ունեի, որից ի դեպ կես միլիոն գումար էիր աշխատելու։ Չնայած քո նման տղայի համար կես միլիոնն ինչ գումար է, որ։ Տաշ։ Ոչինչ, ուրիշին կգտնեմ։ Վերջի հույսս չէի։
Ես ովքեր էին։ Ունա, դու հիմա այդ տղուն կանչել ես, որ ինչ անես։ Որ երեքով մի հատ լավ շուրջ բռնենք։ Այսինքն։ Այսինքն ինչ ես դուրս տալիս։ Նախ արի հասկանանք դու ինչ ես այստեղ, ինչու ես եկել։ Փաստորեն էլ չի կարելի, հա։ Կարելի է։ Իհարկե ողջ։ Համեցի։ Նստի։ Նախ ուզում եմ երեկվա համար քեզ շնորհակալություն հայտնեմ ու ասեմ, որ մեր միջոցառումների ժամանակ նման դեպքեր չեն լինում։ Խնդիր չկա։ Ոչ մեկս էլ ապահովագրված չի։ Երեք Լեոյենց տանն էի։ Ինքն էլ էր ասում, որ այս ամեն ինչը իր մասին չի։ Դա իր մասին է, իր մասին չի, այդ հարցի մյուս կողմն է։ Բայց ուզում եմ մի բան իմանաս, որ ես քեզ աջակից եմ։ Եթե ինչ-որ բանի կարիք կունենաս, ես հիմա կգամ։ Ցավը տանը, ով դու կարգին տղա ես։ Այդ ես սաղ զգում եմ մեռնեմ քեզ։ Համ չեմպիոն ես, համ սիմպո։ Ինձ էտ է դուր գալի, պրիվետ։ Լավ, Լետվիկոն, ինձ մի հատ էտ Լեոյենց տան հասեմ դուր։ Ես ուզում եմ աղբորը տենամ։ Ուզում հետը խոսա։ Երեկվա միջադեպից հետո չեմ ուզում ինքը իրան կոտրվածը զգա, ինքն էլ ուժեղ տղա է, մեռնեմ կյանքիդ կյանքա, ամեն ինչ էլ պատահում է, ընդամեն ուզում մի հատ տենամ, ջիգարով թուշը պաչեմ ու ասեմ անցած ալնի ցավը տանեմ, այդ ավոն է քեզ ասում։ Մեռնում թե հասկանում եմ ինչի եկա ստեղ հետդ։ Որ լվացվես ու քեզ կարգի բերես։ Հույս խայտարակ վիճակով չէիր գնալու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լեա ջան, մեկ րոպեով կգաս։ Ասեցի լավ կլինի ինքը լինի, չասեցի ծեծելով բեր։ Բայց ես բան չեմ արել։ Բա ինչ էր այդ վիճակում։ Իրականում ես չգիտեմ։ Տեսա որ փողոցում անօգնական ընկած է, մի հատ էլ մեքենա արագ սլացավ, ինչ որ գորգորոցներ բան, տենց էլ չհասկացա։ Ներողություն եմ խնդրում, երևի անհարմար պահ եմ անդրադառնում մեր գործնական առաջարկին։ Կխնդրեի մտածեիք մեր գովազդային դեմքը դառնալու մասին, ուրախ կլինեի համագործակցել։ Այ որ ասում էի մարդավայել խոսալ, ես նկատի ունեի։ Բայց ես ձեզ վատ բան չեմ ասել։ Այդ արդեն դառա ձեզ։ Ներեցեք ինչ խնդիր կա, կարող եք հանգիստ ասել։ Չէ, ոչ մի խնդիր։ Դուք ինձ մարդավայել առաջարկ արեցիք, ես էլ մարդավայել կպատասխանեմ, շնորհակալ եմ առաջարկի համար, ես համաձայն եմ։ Կսպասեմ ձեր զանգին, Լեան համարս ունի։ Մերսի։
Լավ տղա էր, Ռաֆոս, պայծառ, աշխատասեր, սրտաբաց, այդ տարիքում արդեն հսկայական կյանքի փորձ ուներ։ Ինքան կուզեի տեսած լինեի իրան։ Բա ինքը ոնց կուզեր։ Տղերքից հետո զույգ ունեցավ, մի տղա ու մի աղջիկ։ Քեզ գրկում էր բաց չեր թողնում։ Ասում էր արքայադոստրը սա իմ կյանքն ու իմ հոգին է։ Ռաֆո ջան, որ իմանաս ոնց եմ կարոտում քեզ։ Լեո, ինչ կա։ Լավ, Այդ ինչ ես գլուխդ բռնել։ հոգնած մեռնում եմ, գնամ քնեմ, սրա հետ կապված էլ Սարիկն է միամիտ խփել։ Լեո, դու չգիտես, որ ինչ չես կարող խափես։ Ինչ ես անիմաստ փորձում։ Արի, տնամ ինչ ա եղել։ Փողոցով քայլում էի, մի հատ ավտո կանգնեց։ Մեջից երկու տալվարի ցավիչան ու սկսեցին խփել։ Ես էլ բան չհասցրի անեմ։ Դել նստան ու փախան։ Ոնց։ Դեմքները ծանոթ էր։ Չէ, ծանոթ չի։ Ինձ ինչ-որ բան հուշում է, որ երեկվա հետ կապ ունեցող թեմա է։ Դա նենց չի, որ իմ մտքով այդ չի անցել դավ։ Ուղղակի այսօր առավոտ հորնել եմ տեսել, խոսացել, ամեն ինչ նորմալ էր։ Դու էր գնացել մոտը։ Չէ, ինքն էր եկել։ Դավ, ինչ ես մտածում։ Շատ բան եմ մտածում։ Այսօր գովազդային առաջարկ եմ ստացել։ Կես միլիոն փող են տալիս։ Ինչ գովազդային առաջարկ։ Սպորտային հագուստ պետք է գովազդեմ։ Չեմ հասկանում, դու մարզիկ ես թե մոդել։ Դավջան ինչ վատ կլինի։ 2 ամսվա տան վարձի փողն է։ Դավ կարաս խոսած հասկանամ ինչ ես մտածում։ Ուշացա գործից։